Մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի անով ողջունեմ ձեզ բոլորդ, որ այս արավոտ կարողացաք Տերոջ դունը քալ միասնապար զինք բաշտելու եւ իր խոսքով սնանելու։ Առանց սնունդի, հոգեվոր սնունդի մեր հոգեվոր կյանքերը քաջաջ կմնան։ Հոդնգայս պիտի երգենք 406-րդ երգը։ Սուրբ հոգի լույս երկնային, թուն հոգիս լուսավոր է։ Սուրբ հոգի լույս երկնային, թուն հոգիս լուսավոր է, ծրվելուտ գիշերային, ծորեկվան բարձրույս ձագ Սուրբ հոգի հզոր Աստված, զորությամբ իմ սիրտս մաքրել, ներսիդիս լողով մեղած, իշխանությամբ Սուրբ հոգի մխիթարիչ, դեռնյալս մխիթար է, սրտիս միշտ դեռ խոցոտիչ, Սուրբ հոգի ամենազոր, սիրտս մտիր ողբնակ է, և վերցու գուրքերս բոլոր, հավիտյան Մինչ ոտքի ենք մեր փոխադարձ ընթերցումը բիդելլա թիվ 24 հոգեկալուստ Անոնց հետ գտնված ադեն գաբսբրեր անոնց որ Երուսաղեմի չհերանան հաբա սպասեն հոր խոսմունքին վասնզի իրավ Հովանես չրով մգրդեց բայց ցուկ ասկե շատ օրեր չանցած Սուրբ հոգիով պիտի մգրդվիք Անոնք ամենը միապանությամբ միշտ աղոտ ու աղաչանք կնեին և երբ Բենեգոսեի օրը հասավ, ամեննալ միապան մեկտեղ էին ու հանգարձակի երկինքեն ցայն մի եղավ սասկաշունչ հովի մցայնին պես և բոլոր դունը լեցուց Եվ հաշտված վեզուներ երեցան երեց որպես տեր գրավել ու ամեն մեկում վրա նստավ և ամեն ալնոքով սրբով լեցվեցան ըստ ուրիշ լեզուներով խոսի ինչպես հոգին իրենց խոսի վրա Եվ բազմությունը մեկտեղ եկավ ու խռովեցավ ամեննալ գսկանչանային ու գզարմանային իրարու գսեին Չէ որ ասոնք ամեննալ որ գխոսին քալիլյացի են ինչպես կլսենք մենք մեր ամեն մեկ լեզվովը որուն մեջ ծնած ենք Այս Պետրոս խոսեցավ անոնց ասիրա այն թե որ ով մարգարեից կերպով
Ու ծեր դղակը եւ ծեր աղջիկները պիտի մարգարեանան, ծեր երդասարտները դեսիլքներ պիտի դեսնեն եւ ծեր ձերերը երազներ պիտի դեսնեն։ Ու իմ ծարաներուս վրա, իմ աղախիններուս վրա այն օրերը իմ հոգիես պիտի թափեմ ու պիտի մարգարեանան։ Դեր օրտնե իր խոսքը գհրավիրեմ հովիվը, որ մեզ աղոտքով դերոջ կահում մոտեցնենք։ Երկնավոր հայր, որքան փառք կուտանք քեզի այս օրհնյալ դերունական օրվան համար եւ այս ժամին համար, որում մեջտեր եկած ենք համախմբված քեզ բաշտելու քու բեցապարության դարչև ձնրաթրելու մեր քողունակությունները, շնորհակալությունները հայտնելու։ Շնորհակալ ենք Տեր եւ փառք կուտանք բոլոր սրտով, որ Տեր քեզի պես հզոր Աստված ունենք, քեզի պես Տեր Փարի ծրակիրներ, ծրակրող Աստված ունենք, փառք կուտանք, որ Տեր Հիսուսով մեզ անհուն սիրով սիրեցիր եւ Տեր մեր հոգիներուն փրկության համար միածին որդիդ աշխարհ ղրգեցիր։ Այո Տեր, դու մեզ սիրեցիր, երբ մեղքերու եւ հանցանքներու մեջ մեռած էինք եւ ուզեցիր մեզ քու փառքիդ մասնագից դարձնել։ Շնորհակալ ենք Տեր, փառք կուտանք Տեր Հիսուս, գխոնարինք քո առջևդ եւ գհավատանք, որ մեր թիվին մաս կգած մեզ մեր մեջ ներկա ես խոսման համացայն եւ այդ հավատքով գուքանք Տեր, գիտենք, որ դու մեզի հետ ես եւ մեզի հետ ես օրհնելու, զորացնելու, քաչալերելու։ Շնորհակալ ենք այն բոլոր գործերուն համար, որոնք գադարեցիր, որբեսի մենք ոչ մեկ բան գադարենք մեր փրկության համար, բարձ հավատքով գնդունին քեզ քու թագավորությունդ, քու դերությունդ մեր սրտերուն վրա, քու իշխանությունդ եւ այդպեսով մենք քու գտգլանք եւ թունալ մերը գլաս։ Փառք կուտանք խոսման համացայն Սուրբ Հոգին ալ ղրգեցիր մեր սրտերու մեջ կփնագի, գարաչնորթե մեզ ամեն ճշմարտության եւ այսօրով Տեր կհիշադակենք այդ մեծ մխիթարիչը, մեր ուսուցիչը, հզոր Աստված, Սուրբ Հոգի Աստված, մեր մեջ կփնագի, կգործե, կներգործե, մեր մտքերը կլուսավորե եւ Տեր մեզ կպատրաստե քու երկրորդ քալստյանդ։ Շնորհակալ ենք Տեր, իրապես մեր վայելած օրհնությունները անթիվ եւ անհամար են, բոլորին համար փառք կուտանք։ Օգնե մեզի, որ միշտ դրամատրվենք Սուրբ Հոգին, որբեսի ան կործե մեր մեջ, մեր եսը մերնի եւ այսպեսով թուն մեծարվիս եւ երևնաս մեր կյանքերու մեջ, ըլլա մեր վարմունքի մեջ, մեր խոսքերու մեջ, մեր կործերու մեջ, որբեսի երրորդությունը փարավորվի։ Գհրավիրենք ով Սուրբ Հոգի Աստված, որ այս սարավոտ յուրաքանչյուրիս սրդի մեջ կործես խոսքիդ միջոցով եւ Տեր խոսքիդ մատակարարությունը, մխիթարությունը լա եւ մեր հոգեվոր վերելքին նպաստե։ Հիշե մեր բոլոր հիվանդները, Տեր անոնք, որոնք անգողնի գծարային, դգարություններ ունին, ցավերու մեջ են, բոլորին թուն բժշկես Տեր, մեր հույսը միակ հույսը թունես։ Ով Տեր հիշե նաեւ այն երկիրները, ուր բادرազմեր կան, մարդիկ կմեռնին, գաղութենք ով Տեր հոնքտնվող կուզավակներու տալ օգնության հասնես, զորացնես, իրենց հավատքը ամրապնդես, որբեսի այդ դժվար օրերու ժամերու մեջ նույնիսկ Տեր իրենց հավատքեն չշեղին, քու վրատ ամրապնդված հաստատ մնան, այսպեսով Տեր առաջ որդունքաս մեզ պատրաստ գտնես։ Այո Տեր չարաշխարի մեջ կաբրինք, փորձությունները շատ են, մենք ալ հոսքոր խաղաղության մեջ կաբրինք, արադության մեջ կաբրինք, Տեր Հիսուս մեր դգարությունները, թերությունները ունենք, քեզի գանցնվենք անգամ եւս, ներե մեզի, մեր ուխտերը գնորոքենք եւ գուզենք ով Տեր ավելի քեզի նվիրված ապրիլ եւ ապերախտ յանքեր չաբրինք, հապա Տեր քիդագից դառնանք, թե մենք բարդական ենք քու սիրույթ եւ այն բոլոր օրհնություններուդ, որոնք կվայելենք։ Հիշե մեր հայրենիքն արդել, ողորմիս մեր ժողովրդին, խաղաղությունը հաստատես եւ Տեր ըլլա, որ ազգովին քեզի դառնանք, քեզ բաշտենք բոլոր սրտով եւ ավետարանի բարի լուրը դարածենք
մեր շուրջը գտնվող ժողովուրդներուն եւ այսպեսով առաջ որդում վերադառնաս շատեր փիրավորներ քեզի դառնան եւ դեր թուն անոնց սրդերուն վրայալ թակավորես Փարքիդ համար գխնդրենք ամեն Ամեն Փարապանենք դերը երկելով 446-րդ երգը, որուն երրորդ տունը զանց բիդենենք։ Դեր ցայնդ կլսեմ, որով զիս կգանչես։ Դեր ցայնդ կլսեմ, որով զիս կգանչես, գուքալ որ զիս ուրբարինով, լվաս մեղկե մակրես, դեր քեզի գուքալ, հիմա զիս լվաս, Zis macresul parunov, Eliali Golgota, Dăgar e pilțucam, Tu derințuși Judas, e forțune în germagălam, surpar Nov găldas, der kezi gukam, ima zis lava, zis macresul parunov, Eliali Golgota, tohar tzagim mortzam, Gudas in Tzachtanak, Gudas so shnor gebes mopan, Vershna paratz besak, Der kezi gukam, ima zis lava, zis macresul parunov, Eliali Golgota, Parkavut Yanaryan, Par Christos ishtor hat, Mergadar Yanar Tarutyan, Yevan Vachchan Genat, Der kezi gukam, ima zis lava, zis macresul parunov, Eliali Golgota. Ամեն Մեր հաջորդ փարապանությունը բիդելա 110-րդ երգը Հատգացուր ժամանակ թու սուրբ լալու Այս երգին ալ երրորդ տունը զանց բիդենենք Հատգացուր ժամանակ թու սուրբ լալու Դերոջ մեշարունակ գեցիր միշլու Ամոր զավակներ են արեգամնդրեն Դգարներում ամեն Իշ սեր կարգա
Deroch mesharuna gadavar vetu tohat nekes hoti siro apurlem armaris liovin Դեր շնորհ որ միշտ լանք այն դրամատրության մեջ, որ դերոջ փառքին համար կործածվինք։ Մեր վերջին երգը բիդելա 182-րդ երգը, որ մեր դո ժամանակը հայդարարություններում պիտի հատկացնենք։ 182 Հիսուս է իմ աշխարհս բոլոր Աստուծո սրբազան խոսքեն պիտի գարտացվի Քորսկ Արաքելոց քիրքին երկրորդ գլուխեն մեգեն 8 համարները Եվ երբ Պենտեկոստեի օրը հասավ ամենալ միապան մեկտեղ էին ու հանգարձակի երկինքեն ցամ եղավ սասկաշունչ հովի մցայնի պես եւ բոլոր դունը լեցուց ուր նստեր էին Եվ բաժնված լեզուներ երևցան իրենց որպես թե գրագե ու ամեն մեկուն վրա նստավ Եվ ամեննալ հոգվով սրբո լեցվեցան ու սկսան ուրիշ լեզուներով խոսիլ ինչպես հոգին իրենց խոսիլ գուդալ Ու Երուսաղեմ մեջ բնակած հրյաներ գային աստվածավախ մարդիկ երկինքի տակ եղած բոլոր ազգերեն ժողոված ու երբ այս ցայնը եղավ բազմությունը մեկտեղ եկավ ու խռովեցավ Վասնզի գլսեին, որ անոնք իրենց ամեն մեկուն լեզվովը գխոսեին,
ամենալ գսկանչանային ու գզարմանային եւ իրարու գսեին չէ որ ահա ասոնք ամենալ որ գխոսին քալիլիացի են եւ ինչպես գլսենք մեր ամեն մեկ լեզվովը որու մեջ ծնած ենք թող Աստված օրհնի իր խոսքին ընթերցանությունը այսօր քրիստոնյա աշխարհը իր փառավոր դոներու մեջ կարևորագույն դոները մեկը գիհիշադագե հոգեկալուստը Pentecosti հոգեկալուստ Սուրբ Հոգին աշխարհ քալը ինչպես որդին ասված Փեթլեհեմի մսուրի մեջ մարմինով հայտնվեցավ եւ Աստուծո փրկության ծրագիրի մեջ իր բաժինը հերավ խաչապայտի վրա մեռավ եւ թաղվեցավ հարություն արավ ու համբարձավ նույնպես Սուրբ Հոգի ասված Բենտեգոստեի դոնին արիթով վայրեջ կատարեց թեպի երգիր եւ վերնադամ մեջ գտնվողներուն սիրտերը քրավեց ամբողջությամբ որոնք Տեր Հիսուսի բադվերին հնազանդելով գսպասեին անոր խոստումին որ ասած էր ցեզ որ չեմ թողու կացեք սպասեցեք մխիթարիչը պիտի գա այնպես որ Աստված իր հոգին ղրգեց, որբեսի հավատացյալներ առանցին չմնան, ինչպես որ աշակերտները ֆիզիկապես Հիսուսի ներկայությունը գվայելեին, անոր ներկործությունները, հրաշները, հիմա Սուրբ Հոգվույն ներկործությունը պիտի վայելեն, հավատացյալներուն հետ պիտի ըլլան եւ պիտի առաջնորդեն։ Սուրբ Հոգին մասին խոսիլ կնշանակե Աստուծո մասին խոսիլ եւ ոչ թե այնպես մխոսիլ Սուրբ Հոգի մասին որպես թե ան միայն Աստուծո զորությունն է ինչպես գարձեցյալ Եհովայի վկանները գուսուցանեն ուստի կործածենք ինչպես որ մենք գուզենք ոմանք մասնակետ են Սուրբ Հոգվույն զորությունը ներկայացնելու մեջ գգրտնեմ ներկայացնելու մեջ մասնակետ են ճիշտ այնպես ինչպես թղթագիծներ կան որ մասնակետ են հայդակիրը վարելու մեջ ինչպես քարոզիչներ կան մասնակետ են շինցու պատմություններով եւ չափազանցված փորձառություններով ունգընթիրները հուզելու եւ լացնելու հանդիպած եք այդպեսի մարդոց իրենք գուլան գհուզվին մտի գնողներն ալ պիտի լան բնական է պիտի հուզվին ինչպես նաեւ մասնակետներ կան չերմերանտության թրագան պատկամներով ունգընթիրները գողքեբորեն եւ անոնց հոգեգան վիճակը կփարսացնեն այդ բահում Եվ բարձամիտ հավատացյալները, որոնք ողջամիտ վարդապետության են լուրջ ունին, որտեղ չեն լսեր, գխապվին, գգարձեն, որ Սուրբ Հոգվույն ուրախությամբ լեցված են։ Իսկության մեջ հիշյալ մասնակետները ովևէ գապ չունին Սուրբ Հոգվույն ներկործության հետ իրենց սիրտերուն մեջ։ Զիրենք հեզնելու Քրիստոսի միտքը ունենալու, որը խոնարհություն, աստվածային ճշմարտություններու առողջությամբ միտքերնին լուսավորվելու եւ քրվածը ուղիղ հասկանալու։ Աստուծո շնորհքով հոգեկալուստի դոնինարիտով գուզեմ 4 գիրագիներ այս օրհնյալ նյութը որպես տաս ներկայացնել ցեզի, որպեսի Ձայրահեղ եւ հագասուտ քրային ըմբռնումները եւ սուտ մխիթարությունները հերու գնանք եւ ունենանք առողջ հավատք եւ պիտի շեշտեմ կարևոր գեդեր ինչպես Սուրբ Հոգվույն անձնավորությունը աստվածությունը Սուրբ Հոգին սիրելիներ Աստված է ինչպես որ հայրը
նույնպես Սուրբ Հոգին Աստված է, անոր արչև այլանդակ ծևեր չեն գներ, ամենայն երկյուղածությամբ գբաշտենք, խոնարհությամբ գբաշտենք։ Ուրեմն այս պիտի շեշտեմ եւ անոր գողմե եկեղեցին շինության համար դրված բարգևները պիտի շեշտեմ եւ նաեւ անով լեցվելու բադվերը բադվեր ունենք, որ Սուրբ Հոգիով պետք է լեցվենք եւ նաեւ ամենակարևորը մեր թիրքը Սուրբ Հոգին հանդեպ ինչ ըլլալու է Սուրբ Հոգին ով է ինչ ըրած է քիտնալը աղեկ է քու թիրքդ թիրքորոշումդ անոր հանդեպ ինչ ըլլալու է քիտնալը ավելի աղեկ է Ուրեմն այս կայնը որպես նախապան բավարարվենք եւ անցնենք մեր նյութին Ինչպես ասի այս դոնը կգոչվի 50-րդ Պենտիկոստի Դոնը որ 49 օր յետք կգադարվի Պենտիկոստի կնշանակե 50-րդ օրը Եբրայեցիք այս դոնը կգոչեին շաբաթներու դոնը Ելից 34:22 Այս դոնը հրյաներուն գլխավոր դոներեն մեկն էր հրյաներ 7 գլխավոր դոներ ունին որոնց մեկը այս դոնն էր որ կգոչվի նաև ծորենի հունցքին երախայրիներուն դոնը հրյաներ այս դոնին պետք էր դաջար երթային եւ իրենց ծորենի հունցքին Առաջինը որպես նվեր մատուցանեին Աստուծո շնորհակալություն հայտնեին եւ այսպեսով երախտաբարդ ըլլային Մատուցված նվերը երկու նգանակ խմորյալ հացեր եւ ուրիշ ընծաներ ալգային եթե գարտակ Ղևտացիս 20-րդ գլուխը հոն հստակ կտեսնենք Այս դոնը հաստատվեցավ որբեսի իսրայելացիք հիշեն որ երկրին դերը ու դիրագանը Աստված ինքը Այս դոնին էր նաև որ հրյաներ գհիշադագեին Սինալերան վրա Մովսեսի դված օրենքները Այդ օրենքները դրվեցան Եգիպտոսի ելլելեն 50-րդ օրը Հետևաբար այս մեծ դոնին արիթով Աշխարի 4 կողմերեն հրյաներ Երուսաղեմ կհավաքվեին, ինչպես նկարագրված է Գործք Առաքելոց 2-րդ գլուխին մեջ, ամեն տարի։ Աստուծո անուն իմաստությունով ծրագրված Սուրբ Հոգին այս դոնին աշխարհ իջավ։ Եվ մենք հետո հասկացանք, որ հիանալի ծրագիր մներ գրնար ուրիշադեն իջնել։ Բայց այս դոնին եկեղեցին հիմնվեցավ եւ երևելի դեսանելի գերբով հայտնվեցավ դեսանելի ինչպես որ գարտացին ինչ էր դեսանելին որպես թե գրագե լեզուներ յուրաքանչյուրին վրա գլուխին վրա գեցավ Ղուգաս Ավետարանիչ գկրե Գործք Առաքելոցը ինքը ագանադես կդառնա եղելության եւ կտեսնե ամեն մեկուն վրա որպես թե գրագ է ոչ թե գրագ որպես թե գրագ է լեզուներ երևցան ոչ թե սրահի մեջ արչեվի նստողներուն վրա հաբա փոլորին վրա փոլորին ոչ թե ինչպես այսօրվա սուտ մարգարեները Սուրբ Հոգի կփաշխեն ասպես ցերկովնին կփչեն միայն արչեվի նստողները կդին գինան Հոս փոլորին վրա նստավ դեսանելի գերբով եւ կփապակիմ Սուրբ Հոգին դրված անունները եւ անոր գակմը կորձերը այսօր մեր խորհրդածության նյութը ընենք Սուրբ Գիրքը հստակ կնե թե Սուրբ Հոգին Աստված է ոչ թե Աստուծո ուժն է միայն հիմա ես պիտի կարոզեմ Աստուծո ուժին պետք ունիմ, ով Սուրբ Հոգի Աստված եկուր վրաս, հիմա պիտի քարոզեմ, կամ փամը պիտի դեմ, ինչ որ պիտի դեմ, ինչ ծառայություն դուրը։ Հետո պետք չունիմ այդ ուժին։
Աստված է, անմիշտ ներկա է ինչպես Քրիստոս, ինչպես Հայրը։ Երրորդության երրորդ անձնավորությունն է։ Ոմանք կխորին թե որովհետև առաջ Հայրը գիշվի, հետո Որդին, հետո Սուրբ Հոգին, ուրեմն ասպես գարքով Սուրբ Հոգին ամենեն հետինն է, զորությունն է միայն Աստուծո։ Ոչ, նույն միտքը, նույն աստվածությունը, նույն էությունը, նույն բնությունը, նույն խորհուրդը, նույն ծրագիրը, նույն անձնավորությունը Աստված է։ Ուրեմն առաջին բանը, որ կտեսնենք, իր աստվածությունն է, անձնավորություն է։ Ան ըստեղծիչ է։ Սամոս 104:3 Հոգիտ գղրգես ու անոնք գստեղծվին։ Հոգիտ գղրգես ու անոնք գստեղծվին ու երկրի երեսը գնորոքես։ Ծննդոց 1:2 Եվ Աստուծո հոգին ճուրերուն երեսին վրա գշարժեր։ Եվ կորց առաքելոցի մեջ, երբ որ առաքյալները առաքելության պիտի գրգվեին, ծառայության աղոթքի մեջ էին ձոմաբաությունով եւ հոն գարտանք, որ Սուրբ Հոգին ըսավ։ Անձնավորությունը միայն գրնա ասել եւ ոչ թե ուժը։ Սուրբ Հոգին ըսավ, ինչ ըսավ, զադեցեք ինձի Բարնաբասը եւ Սողոսը այդ կորձին համար։ Հորը եւ որդուն հետ գծված կներկայացնե առաքյալը ասելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը եւ Սուրբ Հոգվույն հաղորդությունը ծեր բոլորին է դլա գսե առաքյալը երկրորդ Կորինթացիս 13:13 Ուրեմն Սուրբ Հոգին ոչ թե ուժմն է, երբ որ պետք ունենանք գխնդրենք, այդ ուժը գստանանք, կորձերնից կնենք, հետո մեր ուզածի պես կյանք մգաբրինք։ Անշարունակ մեզի հետ է, ինչպես Սուրբ Հոգին մեզ մեջ կփնագի, հավատքով Հիսուսի փոխարինողն է։ Ցեզի արակմը Սուրբ Հոգին գարկմը անունները պիտի հիշեմ։ Հիանալի նյութ մնե Սուրբ Հոգի նյութը։ Սկանչելի նյութ է, ընդարձակ նյութ է։ Անոր համար պետք է առողջ քահապար մուտենանք։ Սուրբ Հոգին մեր գարսորը չէ, սպասավորը չէ, գգանչենք, որպես զինքը կործածենք, որպես զորություն, հետո շնորհակալ ենք դեղդ նստիր։ Հաբա նայինք իր անունները։ Արակ մցեզի հիշեմ։ Աստուծո Հոգին։ Ասոնք համարներ ունին։ Գրնակ շատ շուտով գտնել։ Շնորհքի Հոգին, ճշմարտության Հոգին, սրբության Հոգին, իմաստության Հոգին, զորության Հոգին։ Երանի մարդիկ փոխանակ միայն զորության Հոգին խնդրելու, իմաստության Հոգին խնդրեն։ Որքան պետք ունենք աստվածային իմաստության, որքան պետք ունենք։ Սուրբ Հոգին Աստուծո խոսքի մեջ հիշյալ անուններով ջանցված է ցուցունելու համար անոր կորձերը։ Եվ այս անունները Աստուծո վերակրելի անուններ են։ Սուրբ Հոգին նաև նմանցված է գարմփաներու անոր հատկությունները ցույց տալու համար։ Հիշեմ արակմը, աղավնի նմանցված է, ճուրի նմանցված է, հոսող ճուրի նմանցված է, նաև գրագի նմանցված է։ Սուրբ Հոգի ոչ ճուր է, ոչ գրագ է, ոչ աղավնի է, Սուրբ Հոգին անձնավորություն է, սակայն այս նմանություններով կնկարագրվի, որպեսզի հասկանանք անոր հատկությունները։ Գարտացված հատվածի մեջ Ղուկաս ավետարանիչ կնկարագրե Սուրբ Հոգին վայրեջքը թեպի երկիր Երուսաղեմի մեջ։ Առաջին անգամ լալով հոս գտեսնենք Սուրբ Հոգին բաշտոնաբես դեսանելի գերբով երկիր գիչնե եկեղեցին հիմնելու համար։ Որպեսզի ամեն գասկած դուրս մնա, քերբնական թեփքերով վայրեջ կատարեց եւ իր ներկայությունը դեսանելի եղավ, ինչպես կարդացինք, որպես սաստկաշունչ հովիմը։
Ինչ կհասկանաք սասկաշունչ հով եթե գարտակ։ Բարս հով մնե, ինչպես այսօրվա սուտ մարգարեները գփչեն այսպես գնեն, որ Սուրբ Հոգին քեզի դան։ Սասկաշունչ հով չեմ գարձեր, որ տեսած ենք մեր կյանքի մեջ։ Ատքայն զորավոր եւ ցայնով զորավոր սաստկաշունչ զորավոր ցայնով եւ բաժնված լեզուներ երևցան իրենց որպես թե գրագե երևցան գսե հայերենը հունարեն բնակիրը գսե օֆտիսան երևնալեն ավելի ներգայացումն է ներգայացան աստեցիկ գերբով, տեսանելի գերբով հստակ ներգայացան ոչ թե ոգի մնե, ուժ մնե, հաբա իրապես տեսանելի գերբով օֆտիսան ներգայացվեցավ Սուրբ Հոգին եւ որպես թե գրագե։ Մեր դերը երբ Նիկոդիմոսին հետ կխոսեր Սուրբ Հոգին հովի նման ցույց Երբ Նիկոդիմոսին ըսավ պետք է քեզի նորեն ծնանիս եւ անիկա պատասխանեցավ ինչպես նորեն պիտի ծնեմ եւ բացադրեց Տեր Հիսուս որ ինչպես գծնի գսե հովը ուր որ ուզե գպչե եւ անոր ցայնը գլսես հովը երբ գպչե գանցնի գերտա հովը չերևիր ցայնը գլսես եւ անոր գադարած կամ ցկած աստեցությունը հետքերը գցիկեն Սուրբ Հոգին եւ թուն գսես ասի հովանցավ այստեղ ծարերը ինգան զորօրինակ հետքը գցիկե հոս դերը գսե Նիկոդիմոս երբ որ Սուրբ Հոգիով ծնիս հետքերը արդյունքը մեջտեղ պիտի ելնի Պենտեկոստեի դոնին արիթով Երուսաղեմի մեջ գադարված թեփքը հոստեղը որ գտեսնենք հադուկ եւ եզակի թեփ մնե մարդկային պատմության մեջ Դարձյալ պիտի չգրտնվին Աստծո ծրագիրի մեջ Հիսուս դարձյալ Բեթլեհեմի մեջ պիտի չի ծնի մեկ անգամ ծնավ եւ մենք չենք աղոթեր ով Աստված Հիսուս նորեն թող ծնի այդ երջախումբը հսկա բազմությամբ ասպես թող երկեն լսենք մարդիկ հավատան նույնպես Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին որ վայրեջ կատարեց նորեն պիտի չգրտնվի որովհետև մեկ անգամ եղավ Սուրբ Հոգին իջավ հայրը եւ Հիսուս խոստումը կատարեց երբ որ նորեն պիտի գրտնվի ասել է թե խոստումը չկատարվեցավ հայյանք է ասի Փոխանակ ասելու ով Սուրբ Հոգի Աստված Պենտեկոստի օրը ինչպես որ իջար դարձյալ մեր վրա իջիր գմոդենանք երկյուղածությամբ խոնարհությամբ քետնին հավասար գփրվենք եւ գսենք շնորհակալ ենք մխիթարիչին համար որ ղրգեցիր եւ մեր սրդերու մեջ կփնագի առանց անոր մենք կյանք չունենք առանց անոր մենք հույս չունենք առանց անոր մեկ քայլ միշ չենք կրնար առնել շնորհակալ ենք որ խոստումդ գադարեցիր մեկ անգամ երնի բայց անով պետք է լեցվենք անշուշտ բոլորովին ուրիշ բան է ադիգա լեցվիլ հանգչիլ գահանգչի մեր վրա այսօր մասին պիտի խոսենք ուրեմն ինչպես որ Հիսուսի ծնունդը ֆիզիկապես չի գրտնվիր այնպես ալ Պենտեկոստեի օրը դարձյալ պիտի չգրտնվի Սուրբ Հոգին մեկ անգամ իջավ ու վերջ եւ այսօր ան գկործե Պաշտոնապես կործողը Սուրբ Հոգին է Ինչ որ եղավ Պենտեկոստեի դոնին արիթով այս եղելությունները որ գգարտանք Ինչ որ եղավ Սինալերան վրա հայրը որ իջավ Սինալերը դեղին շարժեցավ գմխար ասոնք նորեն պիտի չգրտնվին հադուկ բարականեր են հադուկ թեփքեր են որ աստվածության կամ աստուծո իր ներկայության ցայդուն կամ երևելի գոմերն են որ պետք է անոնք ըլլային
Այնպես որ փառք պետք է տանք Աստծո։ Մենք այսօր կհիշադակենք այդ օրը, որ Սուրբ Հոգին երկիրի չավ, ինչպես կհիշադակենք ծնունդը, երբ Հիսուս ծնավ։ Ծնունդը չենք տոնել։ Շնորհակալություն չենք հայտնել, որ Հիսուս աշխարհ եկավ։ Ճիշտ այդպես շնորհակալություն հայտնենք։ Շնորհակալության հոգով Աստծո հետ կուքանք կխոսենք, փառք կտանք այս մեծ նվերին համար։ Այդ օրհնյալ օրվան մեջ Սուրբ Հոգին երկիր իջավ եւ իր զավակներու մեջ կփնագի։ Կուզեմ ցեզի հիշել, որքան որ ժամանակս կները Սուրբ Հոգին գարմը կորձեր։ Եթե Սուրբ Հոգին աշխարհ չկար, մենք որբ պիտի մնայինք։ Որբ։ Բայց Հիսուսը ես ցեզ որբ չեմ թողում։ Հավատացեք։ Եվ մենք կհավատանք անշուշտ իջավ եւ մեր սրտերու մեջ կփնագի։ Անոր համար մենք անոր որդեքիրներն ենք, մենք անոր զավակներն ենք եւ անոր միջոցով մենք ապահայր կգանչենք։ Ինչ տկիդություն, որ դարձյալ խնդրենք, որ Սուրբ Հոգին կա, չես հավատար, որ Սուրբ Հոգին աշխարհ իջավ։ Չես հավատար։ Փյուր փառք իջավ եւ մեր մեջ կփնագի եւ մենք Սուրբ Հոգիով գաղութենք, կբաշխենք եւ գաբրինք։ Ուրեմն առաջին կորձը անմեզ գսորվեցնե ու ամեն ճշմարտության գարաչնորդ է։ Ասի Սուրբ Հոգին առաջին կորձերեն մեկն է։ Հովանու 16-13 գսե։ Իսկ երբ ինչ ճշմարտության հոգին կա, եկավ, այո եկավ։ Իսկ երբ ինչ ճշմարտության հոգին կա, ամեն ճշմարտության պիտի առաջնորդե ցեզի։ Վասնզի ոչ թե ինքնիրմե պիտի խոսի, հապա ինչ որ լսե զայն պիտի խոսի ու քալիքները ցեզի բատմե։ Ինչ հիանալի փառավոր ներկայություն մեր սրտերում մեջ։ Ճշմարտության պիտի առաջնորդի։ Միակ եւ անսխալական ուսուցիչն է Սուրբ Հոգին։ Բոլոր մարդիկ գրնան սխալի։ Քեզի չի շվարեցներ, երբեք։ Անոր սորվեցուցածը գես ճշմարտություն, գես սուտ չէ։ Լման ճշմարտություն է։ Եվ միակ ճշմարտություն, միայն ճշմարտություն կսորվեցնե։ Կարևորը հոժարից սորվելու եւ ուզես ճշմարտությունը գտնալու։ Հոս է շատերուն պրոբլեմ։ Հոսը։ Ես ասպես կհավատամ։ Okay, այդպես կհավատաս, եցիր եղած տեղդ։ Սուրբ Հոգին ուզե մեզի ամեն օր ճշմարտության առաջնորդել, խոսքին առաջնորդել, որովհետեւ մեր միտքը լուսավորվի եւ քրվածը հասկանանք։ Ոչ թե ասենք քրված է, հապա քրվածը հասկանանք։ Անոր համար է Սուրբ Հոգին կկործե մեր մեջ։ Ուրեմն այս է առաջին կորձը, բայց դժբախտաբար մարդիկ նախաբաշարումներ ունին, ենթահող են Աստված են եւ չեն ուզեր սորվիլ գտնալ։ Այս պատճառով ճշմարտությունը չեն սորվիր ու հասկանալ։ Այս տասագարքի մարդիկ հինեն իվեր կոյություն ունեին, առաքելական շրջանին ալգար։ Երկրորդ Տիմոթեոսի 3:7-ի մեջ Պողոս երդասարդ հովիվին Տիմոթեոսին գսե, ճիշտ այս տասագարքի մարդիկ, որոնք գսեն ես հասանք եմ, չեն սորվիր, գսե, միշտ գլսեն ու փնավ ճշմարտությունը ճանչնալու չեն գրնան հասնել։ Գլսեն, բայց ճշմարտությունը ճանչնալու չեն հասնի։ Երկրորդ Տիմոթեոս 3:7։ Ինչու արդյոք, որտեղ նախաբաշարումներ ունին, չեն ուզեր, ես ասեմ, չեն ուզեր հասկանալ սորվիլ, միշտեր Սուրբ Հոգին պատրաստ է, Աստծո միտքը մեզի փոխանցելու եւ քրվածը հասկանալի դարձնելու։ Ոչ թե միայն մեզ գսորվեցնե, այլ մեր սորվածը
մեզի գհիշեցնե Հովանու 14:26-ի մեջ այսպես կսեն Բայց մխիթարիչը Սուրբ Հոգին Զոր Հայրը իմանովս պիտի ղրգեց չէ Փյուրփարք ղրգեց այո Անիգա ցեզի բոլորը պիտի սորվեցնե եւ ինչ որ ցեզի ըսի միտքերնիդ պիտի փերը Սուրբ Հոգին սիրելներ ինչ որ հոս կսորվինք անիգի հիշեցնե Բայց սորվելու համար ժամանակ պետք է Պիտի գարտամ, պիտի սորվին, պիտի բրբդեմ, բաց պիտի ունենան Աստծո խոսքը Բայց այսօր շատ մկարոզիչներ Ոչ ժամանակ կդրամատրեն, կգարտան, թերթ գարտալու պես Գսեն նայր, ես պեմ ելլեմն է նշումներու բեք չի գա Սուրբ Հոգին ինձի ինչ որ դա ադի կխոսի Պեմ ելլե, համար կգարտա Խոսածը գապ չունի գարտացածին հետ Մեմ աչ գերտա, մեմ ծախ գերտա, նույթ չի գա, պամբը չի գա Գերտա, գուկա, ինչ են ութը Սուրբ Հոգին ասիգա դվավ ինձի Սուրբ Հոգին ինձի Միշտեր պետք է գարտա Պետք է սերդե ժամանակ դա, որ Սուրբ Հոգին հիշեցնե իրեն Հունաստանի մեջ եկեղեցիներ կան, ձայրահեղ, խմպակներ Եթե նշումները նես պեմ ելես կսեն ադի Սուրբ Հոգին չէ դեղ հոնդստիր Պեմ ելողներ առանց նշում, միայն Սուրբ Կիրք Սուրբ Հոգին կուտա, կեզի կուտա Խոսքերը գլսես, ուզես դա ասե, պիտի հավադաս, որ Սուրբ Հոգին դվապ այդ բարգյանին Պիտի հավադաս, որտև իրենք այդպես կհավադան Սուրբ Հոգին սիրելիներ, ինչ որ գսորվինք, ադի գիհիշեցնեն մեզի Հետևաբար ժամանակ պիտի դանք սորվելու համար, պիտի գարտանք և պիտի հիշեցնե մեզի Երկրավոր ուսուցիչը Սուրբ Հոգին մեր մեջ կփնակ, երկրավոր ուսուցիչը կսորվեցնե քեզի, կամ թուն գեհերանաս, կամ ինքը գեհերանա, մեմնա չես տեսներ Սուրբ Հոգին սագան մեր մեջ կփնակի, մեզի հետ է միշտ, հիանալի ուսուցիչ ունին, շարունակ Հավատացյալի սրդի մեջ կփնագի, որբեսի սորվեցնե և ճշմարտության առաջնորդ է։ Երկրորդ Սուրբ Հոգին գործեր են մեկնալ, վերստին ծնունդ դալն է։ Նիկոդիմոսի բարակային մեջ կգարտան, Հակոբոս Արաքյալի մեջ, Պետրոս Արաքյալի թուղթերու մեջ նաև գսե, ինչպես մարդը նորեն գծնի, Աստուծո խոսքով գծնի։ Հիսուս ըսավ, եթե գարտանք երրորդ գլուխ Հովաննու 5:6 գսե Հիսուս պատասխան տվավ ճշմարիտ գսեմ քեզ եթե մարդ մչուրեն ու հոգեն չծնանի չգրնար Աստծո թագավորությունը մտնել մարմինեն ծնածը մարմին է ու հոգեն ծնածը հոգի է դարբեր բաներ են գապ չունին իրարու հետ ինչպես որ մեկը մարմինով գծնի հոգեն ալ պետք է ծնի Աստծո մասին շատ խոսած ենք Ինչպես վերստին ծնունդ կունենա այս մեռած հոգին, նախ մարդը պետք է հասկանա ինչ է հոգին, որ պետք է նորեն կենթանանա։ Հոգին հոգևոր ընդունակություններն են, մարդուն միտքը, խիղճը, զգացումները, գամքը, լեզուն, ասում հոգևոր ընդունակությունները մեղքին պատճառով մեռած է։ Աստծո խոսքով եւ Չուրը Սուրբ Հոգին խորհրդաբատկերն է, բոլոր համայնքները կհաստատեն այդ։ Չուրը Սուրբ Հոգին խորհրդաբատկերն է, Սուրբ Հոգիով եւ խոսքով մեռած հոգին նորեն գծնի, բորնգեին գլա, նորեն եւ գրնա Աստծո համար ապրիլ։ Ուրեմն Աստծո խոսքն է եւ հավատքն է։ Սուրբ Հոգին Աստծո խոսքը գարնե մարդուն մեջ կործելու գսկսի։ Շինցու բատմություններ արդելով մարդուն մեջ չի կործեր։ Աստծո խոսքը։ Եվ մարդուն մեջ կկործե հղացման շրջանը։ Մարդը կհղացվի Աստծո խոսքով։ Եվ երբ որ գորոշե կհավատա մեռած հոգին նորեն գծնի, կգենթանանա։ Դուք կսե մեղքերու եւ հանցանքներու մեջ մեռած էիք։ Ինչը մեռած էր, անոնք գաբրեին, հոգին մեռած էր։
բայց գսե Քրիստոս գենթանացուց Սուրբ Հոգիով։ Ուրեմն այս է Սուրբ Հոգին կորձը վերստին ծնուտ կուտա։ Ծնած հավատացյալներու նաև սիրտեր ու միտքերը գնորոքե եւ զանոնք Քրիստոսի նմանցնելու գաշխատի։ Պետք է օրեօր մենք Հիսուսի նմանենք, Սուրբ Հոգին կորձերը մեգնալ այս է, մեր բնավորություններեն գուզե մեզ ցերփազատել, գուզե որպես հարս փեսային հարմարցնե, երբ որ գսես ես ասեմ, իմ բնավորությունս ասե, Սուրբ Հոգինոն կորձել է գտատրի, ուրեմն գդրամատրվինք, որպեսի մեզ փոխե, եւ այսպեսով մեզի օրեօր գբադրաստե դերոջը փարքին մասնագից դառնալու։ Սուրբ Հոգին սկանչելի կորձերը մեգնալ Հիսուսի հավատացողները մգրդել է, գմգրդե։ Առաջին Կորինթացիս 12-13-ի մեջ առաքյալը գսե. Վասնզի մենք ամենս մեկ հոգիով մեկ մարմին ըլլալու մգրդվեցանք, թե հերյաներ, թե հեթանոսներ եւ այլն, ամենը, ծարաներ, ազատներ, մեկ հոգիով, նույն հոգիով, Սուրբ Հոգիով, մեկ մարմին ըլլալու մգրդվեցանք։ Մգրդվել վապտիզմա կնշանակե փանի մեջ սուզվել, մխրջվել, ուրիշ իմաստ չունի մգրդությունը, մգրդություն մեկը ցես չխափե, ուրիշ իմաստ չունի, մգրդություն կնշանակե սուզվել, մխրջվել, թուք կսե առաքյալը, թուք չսեր ներողություն, մեկ կսե, մեկ հոգյով, առաքյալնալ մեջ ըլլալով, մեկ հոգյով Քրիստոսի մարմինին մեջ սուզվեցանք, մեկ մարմին եղանք։ Երբ եղավ այս մգրդությունը, Սուրբ Հոգի մգրդությունը, երբ սուզվեցանք Քրիստոսի մարմինի մեջ, այն օրը որ մեր հոգին վերստին ծնավ, հոգյով ծնավ եւ Քրիստոսի մարմինին գմյանանք։ Երբ մեղավորը կամ մարդը, որ Հիսուսի մարմինին միանա, երբ գլա այդ միացումը, երբ դեղի գունենա, երբ որ եկեղեցի գաճախե, գերտագուկա, Սուրբ Գիրքը գարթա, ոչ, երբ որ վերստին կծնանի, Սուրբ Հոգին գարնե Հիսուսի մարմինին գմգրդե, գսուզե։ Հետևաբար մգրդությունը որոշ անձերու համար չէ։ Ասիկա Սուրբ Հոգիով մգրդված է եւ այլն ասանք։ Անի չէ, խեղճը 10 տարի եկեղեցի ուկա, բայց Սուրբ Հոգիով մգրդված չէ։ Սուրբ Հոգիով բոլոր հավատացյալները կմգրդվին, կսուզվին Քրիստոսի մարմինի մեջ։ Փառք ուտանք այս կորձերուն համար։ Սուրբ Հոգին ամենամեծ նվերն է, որ Աստված կուտա փրկվող հավատացյալին։ Պետրոս առաքյալ իր քարոզի մեջ հստակ կնե։ Երբ անոնք ժողովուրդեսին ինչ ընենք, գխրջարվինք, այո, հանցանքրինք, Հիսուսը խաչեցինք, ինչ ընենք, աբաշխարեցեք և ծեզ մի ամեն մեկը թող մգրդվի Հիսուսի անունով և հոգվույն սրբո նվերը, բարգևը բիդի ընդունիք, վասնզի խոստումը ծեզի է և հերու եղողները, որոնք են հերու եղողները, հեթանոսները։ Խոստումը, կտեսնեք խոստում է, ծեզի է, պայման ինչ է, պետք է աբաշխարեք, պետք է խելքերնի փոխեք։ Եվ այսպեսով փառք ուտանք, որ այս մեծ նվերը դրվեցավ բոլորիս, մենք ալ գվայելենք Սուրբ Հոգվույն բնակությունը, որտև խոստումը գադարվեցավ, ինչպես որ փրկչին խոստումը գադարվեցավ, խոստում է փրկիչը, աշխարհ փրկիչ պիտի կար, խոստում է, ճիշտ այդպես, Սուրբ Հոգին խոստում է, գադարվեցավ, փյուր փառք, մարգարեությունները գադարվեցան, ինչպես եթե գարտան Կորձ առաքելոցի մեջ, երբ որ բոլորը լեցվեցան եւ սկսան ուրիշ լեզուներով խոսել, ուրիշ ոչ թե օդար, ուրիշ եւ բոլորը հոն հայտնի է ինչ լեզուներ են եւ գսե հոստեղը Պետրոս առաքյալ գսե ասիգա այն թեփքն է, որ կգադարվի, ինչ որ հովել մարգարե միջոցով ըսվեցավ։
եւ պիտի լավ որ վերջին օրերը ծեր դղակները երազներ պիտի տեսնեն եւ այլն դեսիկներ ասի որ ըսվեցավ հոս վերջին օրերում մեջ գդարվեցավ Սուրբ Գիրքը երկու վերջին օրերու մասին գխոսի Հին գդագարանի վերջին օրերը նոր գդագարանի վերջին օրերը Հին ուխտի դնդեսության վերջին օրերը շնորհքի դնդեսության վերջին օրերը Պետրոս Արաքյալ երբ որ գսե վերջին օրերը հոգից հին ուխտի դնդեսության վերջին օրերն էր Իսկ շնորհքի դնդեսության վերջին օրերը ինչ է Նաև հին ուխտի դնդեսության վերջին օրերը գսե Աստված շատ մասերով, շատ գերբերով խոսեցավ եւ այս վերջին օրերը իր որդիով խոսեցավ, որ վերջին օրերը հին ուխտի շրջանի վերջին օրերը։ Իսկ նոր ուխտի վերջին օրերը երբ են։ Եվ զայսկիցիր Դիմոթեոս վերջին օրերը չար ժամանակներ պիտի կան։ Մարդիկ պիտի լան ցանկ մգներգալիս։ Զզվելի ցանկ մնե։ Անցնասեր, արձատասեր, հբարդ, հայույջ, ծնողներու անհնազանդ։ Վերջին օրերը Հիսուս գնայի ասպես հավատացյալներուն աշխարհի, քրիստոնյա աշխարհի լսեն, քեզ փերնես դուրս պսխելու վրա եմ, գսե։ Ոչ դակես, ոչ բաղես։ Այդ վիճակի մեջ կապրին այսօր հավատաց։ Ոչ բաղ, ոչ դակ։ Զիրար քննադատել է զատ ուրիշ բանը չեն գիտեր։ Մաստակ է դարձել։ Խոշորայցուց ցերկերին գսպասես սխալը, բայց սխալ բարավասի։ Այսը մենք այդ օրերում մեջ կապրինք։ Աստված շնորհ կնե որ մենք հոժարինք Սուրբ Հոգին դրամատրվինք, որբեսի ան մեզի սորվեցնե։ Եվ երբեք մի ասել ես հասանք եմ։ Հաբասե ով դեր զիս Հիսուսին նմանցուր։ Գուզեմ քեզի նմանիլ։ Եվ բադրաստ լալ, մակրեզիս, դաշեզիս, զդեզիս, պետք ունիմ քու առաջնորդությանդ։ Թող դերը օրհնեցեզ, եթե դերը գամի կալ գիրագի պիտի շարունակենք, իր փառքին համար, ամեն։ Անգամ եւս շնորհակալ ենք Տերոջմեն այս կարևոր պատգամին համար եւ դերը շնորհե որ ամեն մեկս հնազանդինք Սուրբ Հոգվույն ցայնին ընդունելով մեր մեջ Քրիստոս իբրև մեր կյանքին հենարանը եւ ապրինք կյանքը որ կփարավորես Աստված Պիտի վերջացնենք երգելով 313-րդ երգը որուն վերջին դունը ոտքի եւ փովիվին աղոթքով պիտի փակենք Ապրիլ Հիսուսի ինչ շնորհք է խաղաղության քեդ գվազե Ապրիլ Հիսուսի ինչ շնորհք է խաղաղության քեդ գվազե թե փորձություն կան չեմ բախնար Գաբրիմ Հիսուսի չեմ թուլնար օգնե ավելի ծառայեմ գրգին դեր քեզ խովեմ ներկայությունը միշտ սկամ երբեք քեզ մեջը հեռանամ Ապրիլ Հիսուսի ինչ անքիստ Փրկին սիրով օրհնված եմ խիստ Գանց կամ իրեն համար ապրիլ Մինչև մահկամքին նազանթիլ Օգնե ավելի ծառայեմ գրգին դեր քեզ խովեմ ներկայությունը միշտ սկամ
Paregam zis mornam Garachnorte chetoram Opneabeli zarayem Gargin der keskovem Nergayutunet mishtaskam Yerpekes meche heranam April Isusi mincheverch Mătnemir parcă mețam verch Destem sein kain pracis Eseits mortiach shada pris Opne abelit zarayem Gargin der keskovem Nergayutunet misheskam Yerpekes meche heranam Տեր Հիսուս, որքան փառք ուտան քեզի ներկայության համար, խոստումներուդ համար, այո դեր այս օրհնյալ հիշադակի օրվան համար, որ մենք ամեն օր կհիշենք այն մեծ նվերը, որ մեզի շնորհեցիր, Սուրբ Հոգին մխիթարի չղրգեցիր, եւ մենք որ չենք, առանցին չենք, մեզ ամեն ճշմարտության գարաչնորդ է, Փառք կուտանք, ով Սուրբ Հոգի Աստված, օգնե մեզի, որ քեզի դրամատրվենք, հնազանդենք քու առաջնորդությանդ եւ այսպեսով երրորդությունը փառավորվի մեր կյանքերում մեջ։ Փառքիդ համար խնդրենք Հիսուսի անունով։ Ամեն։ Amen.